Նոցմինդայի շրջանում արդեն սկսվել է Վրաստանի ֆուտբոլի երկրորդ լիգայի երկրորդ խաղաշրջանը։ Այս անգամ խաղը անցկացվեց Նոցմինդայի մարզադաշտում Թբիլիսիից ժամանած Իբերիա թիմի հետ։ Ինչպես գիտեք, խաղաշրջանը նոր է սկսվում, ձմռան դժվարին պարապմունքներից հետո, որտեղ պարապում են երեխաները, դա մեր սպորտ դահլիճի բիթոնի վրա էր, և բիթոնից միանգամից դուրս եկան խաղի, են էլ այնպիսի պայմաններում ջուր, ցեղ, ծանաբուկ և լավ էլ խաղ ցույց տվեցին։ Արդյունքում սկզբից կրվում էինք 2-0, հետո արդեն հաղթում էինք 3-2, իսկ խաղի վերջում մրցավարը նշանակեց 11 մետրանոց և հաշիվը հավասարվեց, այդպես էլ ավարտվեց։ Տղաները ամեն ինչ ջանք ու եռանդ գործադրեցին, որպեսզի հաղթեին այդ խաղը, բայց ավաղ չստացվեց։ Բայց ոչ ոքին էլ հավասար էր հաղթանակի երևի թե այդ պայմաններում։ Եկել էր Թբիլիսիի թիմը, Իբերիա է կոչվում, այլ լավ թիմ է, վերջապես նրանց մոտ միշտ էլ կարուն է, միշտ էլ մարզվում են, իսկ մենք նոր առաջի անգամ դուրս ենք եկել խաղադաշտ։ Տեղաները արդարացրին իրենց, դա առաջի խաղն է, հենց մարտ ամսին նոր դուրս են եկել այդ ցերդին։ Շատ էլ լավ է, շատ էլ գոհ ենք, իսկ ամսի 10-ին թիմը մեկնում է Ախալկալակի հերթական խաղին։ Չնայելով անբարենպաստ եղանակների պայմաններին, թիմերը կարողացան ցուցաբերել լավ խաղ։ Այն ավարտվեց ոչ ոք հաշվով, և յուրաքանչյուր թիմ ժյուրիի կողմից ստացան մեկական միավոր։ Ինչպես գիտեք, արդեն սկսել է մեր մոտ Վրաստանի երկրորդ լիգայի առաջնությունը, մենք ընդունել ենք Թբիլիսի Իբերիա թիմին։ Թիմը բավականին ուժեղ թիմ է, Աղուսյակում մեջտեղը տեղն է գրավում, թե մենք առաջ խաղակեսը իրան սպարտվում ենք 2-0 հաշվով, երկրորդ խաղակեսում արդեն մեր տղաները հավաքվան և հաշիվը դառնացին 3-2 հաշիվ։ Այնինչ վերջի րոպեներին մեր բախտը չժպտաց, 11 մետրանոց տեղի ունեցավ մեր դարպասի մոտ և իրենք հաշիվը հավասարեցրին, դարձրին 3-3 հաշվով։ Ու խաղը այնքան էլ ուղղակի եղանակի պատճառներով մենք չկարողացանք մեր ուզած ձևով խաղը ավարտին հասցնել, որովհետև ձուն էր, չամուր էր, մի ձևով չէր ստացվում մեր խաղը, հույսով եմ մյուս անգամ ավելի լավ խաղանք և ավելի լավ արդյունք կունենանք։ Թեև Վրաստանի երկրորդ կրուգում մենք արդեն սկսել ենք միավորներով և հույսով ենք ու այդպես էլ կշարունակվի։ Այս տարի հույսով ենք մենք միջին տեղը կգրավենք Աղոսյակին, որովհետև դեռ առաջի տարին ենք մենք ինչ այդտեղ մասնակցում ենք, շատ դժվար կլինի մենք խոսենք առաջի, երկրորդ, երրորդ տեղերից։ Մեր հաջողության հասնելու համար միջին տեղը մեզ համար այդ արդեն հաղթանակ է։ Թբիլիսիից ժամանած հյուրերը բարձր գնահատեցին այս հանդիպումը, որը ի դեպ առաջին անգամ էր, և հույս հայտնեցին, որ երկու թիմերի միջև նման հանդիպումներ դեռ կկայանա, և ոչ միայն Նոցմինդայում, այլ Թբիլիսիում։ Ჩემი ფეხბურთელები არიან ახალგაზრდები, არიან 16-17 წლის Իմ ֆուտբոլիստները երիտասարդ են։ Նրանք 16, 17 և 18 տարեկան պատանիներ են։ Առաջին անգամ են գտնվում Նոցմինդայի շրջանում։ Եվ չնայած վատ եղանակին, մրցաշարը ընթանում է նորմալ հունով։ Առաջին հանդիպումը անցկացվեց Թբիլիսիում, իսկ այժմ Նոցմինդայում ենք։ Չնայած որ եղանակը բարենպաստ չէ, մեր խաղին դա չի խանգարի։ Չնայած և մեր շրջանի ֆուտբոլի թիմը առաջին խաղաշրջանում ունեցավ ոչ հաջող արդյունքներ, սակայն այնուամենայնիվ հույս ունեն, որ այս խաղաշրջանում նրանք կունենան բարձր արդյունքներ։